Սանկտ Պետերբուրգում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Թե Պուտինը, թե Փաշինյանը խոսել են Հայաստանի բացվող սահմանների հին երկաթուղային կապերը նորոգելու, նորերը կառուցելու մասին։ Առաջնորդները երկկողմ բանակցություններ են վարել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի ընթացքում Դաշնության ղեկավարը ակնարկել է, որ հայ-ռուսական առևտրաշրջանառությունն այս տարի կտրուկ նվազել է։ Եթե 2024 թվականին այն կազմել էր ավելի քան 11 միլիարդ դոլար, ապա ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այն կազմել է 4.5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ժամանակահատվածում մենք այն կավելացնենք։ Մենք նաեւ լավ պլաններ ունենք։ Արդեն խոսել ենք էներգետիկայի, այդ թվում ատոմային էներգետիկայի վերաբերյալ։ Այժմ մանրամասների մեջ չենք մտնի, բայց հնարավորություն կա քննարկելու, խոսելու։ Լոգիստիկայի մասով նույնպես դուք մեր նախորդ հանդիպման ժամանակ հարցեր էիք բարձրացրել տարբեր ուղղությունների վերաբերյալ, որոնցով մենք կարող էինք համատեղ աշխատել։ Նկատի ունեմ հին երթուղիների վերականգնումը, նոր երթուղիների ստեղծումը, որոնք բացում են Հայաստանի սահմանները։ Раскрывающих границы. Я хотел бы вас поблагодарить за... Կցանկանայի ձեզ շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար եւ ինչպես մենք խոսեցինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցի ժամանակ, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ արդեն գնացքները Ռուսաստանից Հայաստան են ժամանում Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ ինչպես դուք արդեն ասացիք, բացվում են նոր հնարավորություններ եւ արդեն կարծես հասունացել է օրակարգը մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման վերաբերյալ։ Նկատի ունեմ մասնավորապես Նախիջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք երկաթուղիներ են, որոնք կապում են Հայաստանը Ադրբեջանի, Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ընթանում է բավականին ակտիվ քաղաքական գործընթաց։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների բացման մասին, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այն կետին, որ պետք է արդեն իրականացնել նախապատրաստական աշխատանքներ։ Այժմ մեզ մոտ ընթանում են նաև շատ կոնստրուկտիվ երկկողմ բանակցություններ Միացյալ Նահանգների հետ թռիփ ճանապարհի իրագործման եւ շինարարության մեկնարկի վերաբերյալ։ Եվ սա իսկապես շատ մեծ ու բովանդակային փոփոխություններ են մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան նաև բազմաթիվ նրբություններ կապված Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Այսօր կարծում եմ շատ լավ առիթ է այդ բոլոր հարցերը քննարկելու համար։ Конструктивно двусторонние переговоры. Հայաստանի տնտեսությունը չի զարգանում, իսկ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը ուժեղ եւ տնտեսությունից հասկացող ղեկավարն է։ Աջափնյակ վարչական շրջանում աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա նաեւ անդրադարձել է խաղաղությանը եւ նկատել, որ պետք է հասնել այնպիսի խաղաղության, որ կողմերը հավասարի շփվեն։ Կարապետյանի խոսքով այս ամենում շատ կարեւոր գրավական է միասնությունը։ Էջմիածին էինք 3 օր առաջ, գիտեք ոնց էր բաժանված, մեջտեղից ոստիկաններն էին, հարցնում էին ամեն մարդու, դու եկեղեցուն ես պաշտպանում, թե հենց տենց էլ ոստիկանները հարցնում են, թե նիկոլական ես։ Ասում ես եկեղեցուն եմ պաշտպանում, ասում աչ։ Ասում ես նիկոլական, ասում ես ձախ։ Հայ էին բոլորը, ինչ նիկոլական, ինչ եկեղեցուն, բոլորն է պետք է եկեղեցուն պաշտպանեն։ Որ օր ենք հասել, որ մեր արանքը պետք է ոստիկան լինի։ Էդի սարկած ճանապարհը ժողովուրդ ջան, որովհետև բոլորը գիտեն, որ երբ մենք միասին ենք, մենք ավելի մեծ հնարավորություններ ունենք, մենք ավելի հարուստ ենք դառնում, որովհետև տարածաշրջանի բոլոր երկրներից ամենագործունյա ազգը այս ազգն է։ Հայ-թուրքական սահմանին գտնվող մարգարասահմանային անցակետում իրականացվել է տեխնիկական ենթակառուցվածքների եւ լոգիստիկ կարողությունների լայնածավալ ստուգում։ Ըստ թուրքական աղբյուրների, մարգարայի կամրջով սահմանի հնարավոր բացումը նախատեսվում է իրականացնել փուլային տարբերակով։ Սկզբնական շրջանում այն կծառայի բեռնափոխադրումների, իսկ ավելի ուշ ուղևորափոխադրումների համար։ Այս քայլը դիտարկվում է որպես տարածաշրջանային առևտրի զարգացման եւ երկկողմ հարաբերությունների կարգավորման կարևոր նախապայման։
ԱՄՆ կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական Armenia Security Partnership օրինագիծը, որը նախաձեռնել են կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գազ Բիլիրակիսը եւ Ֆրենկ Փալոնը։ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևը եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տալ, քանի դեռ մեջբերում Ալիևի վարչակարգը չի արել հստակ քայլեր Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատման համար։ Բոլոր հայ գերիների եւ պատանների անապաղ եւ անվերապահ ազատում, ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերում Հայաստանի ինքնիշխան տարածքից, Արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության ապահովում։ Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը։ Այսօրվա նիստում եզրափակիչ ելույթներով հանդես են եկել Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նրանք ներկայացրել են իրենց հակափաստարկները մեղադրող կողմի հայտարարություններին։ Ադրբեջանական դատարանում պետական մեղադրողը Կարեն Ավանեսյանի համար պահանջել է 18 տարվա ազատազրկում։ Ավանեսյանը 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկն է։ Նրան մեղադրում են ահաբեկչության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեջ։ Նիստի ընթացքում Ավանեսյանը ցուցմունք է տվել, այնուհետև լսվել են այսպես կոչված վկաների ցուցմունքները։ Հաջորդ դատական նիստը նախատեսված է դեկտեմբերի 25-ին։ Իրանում հրթիռային ակտիվություն է նկատվել, բարձր ձայներ են լսվել Խորամաբադի մոտակայքում եւ հրթիռի հետքեր նկատվել Մաշհադի եւ այլ քաղաքների երկնքում։ Իրանական մամուլը հնարավոր է համարել, որ դրանց պատճառը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային վարժանքներն են։ Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է 2 նավ եւ 2 նավամատույց։ Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել տեղի գյուղերից մեկում։ Այն տարածվել է մոտ 1500 քառակուսի մետր տարածքի վրա։ Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել, ստացված վնասվածքների հետևանքով մահացել է գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստվածության վարչության պետ գեներալ լեյտենանտ Վանիլ Սարվարովը, հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն։ Ըստ քննչական կոմիտեի նախնական վարկածների, սպանությունը կապված է Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կարող է իմփիչմենտ սպառնալ 2026 թվականին ներկայացուցիչների պալատի ընտրություններում հանրապետականների պարտության դեպքում, հայտարարել է պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Եթե մենք կորցնենք մեծամասնությունը, արմատական ձախերը կսկսեն նախագահ Թրամփի իմփիչմենթի գործընթացը եւ լիակատար քաոս կստեղծեն, ասել է նա։ Ջոնսոնի խոսքով հաջորդ տարվա ընտրություններում ամեն ինչ վտանգված է, քանի որ դեմոկրատական կուսակցությունը գտնվում է արմատական թևի ազդեցության տակ։ Ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը մերժել էր դեմոկրատ Ալ Գրինի Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը։ Ճապոնիայում վերսկսում են աշխարհի ամենամեծ ատոմակայանի Կաշիվազակի Կարիվայի աշխատանքները։ Ֆուկուսիմայի աղետից գրեթե 15 տարի անց վստահության քվե է տրվել նահանգապետին, որը ղեկավարում է ատոմակայանի վերագործարկման ծրագիրը։ Քվեարկությունից առաջ նահանգապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է անցկացվել, որին մասնակցել է մոտ 300 մարդ։ Ատոմակայանի 7 ռեակտորներից առաջինի վերագործարկումը նախատեսվել է 2026 թվականի հունվարի 20-ին։ Ինտեր Մայամի ֆուտբոլային ակումբը, որտեղ խաղում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, MLS գավաթը նվաճելուց հետո սկսել է վաճառել այն խոտածածկի կտորները, որի վրա տեղի է ունեցել հաղթական խաղը։ Մեկ կտորի գինը տատանվում է 50-ից մինչև $750, կախված չափից եւ փաթեթավորումից։